Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, զրուցելու եմ հասարակական գործիչ Մանուել Մանուկյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը պետք է, ինչպես միշտ խնդրեմ ձեզ, որպեսզի անպայման հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին և գրեք մեկնաբանություն։ Ողջույն Մանուել։ Բարև ձեզ։ Այսօր երեկոյան լավ լուր ստացանք, որ Դավիթ Մինասյանին կալանքից ազատել են, չնայած որ վատ առողջական վիճակով նա երկար ժամանակ գտնվում էր կալանքի տակ, ի վերջո իշխանությունների խիղճն է արթնացել, թե այլ հաշվարկով են բաց թողել, ինչ եք կարծում։ Անկեղծ ասած, անգամ կալանավորելը աբսուրդ էր, որովհետև բացահայտ էր, որ այդտեղ հանցակազմ չկա, այդտեղ որևիցե պլանավորված գործողություն չկա, ընդամենը կար էմոցիաների դրսևորում, եւ որը բնական է, որը ցանկացած մարդու կողմից կարա լինի, ինչ վերաբերվում է բռնության հետ կապված, մի բան էլ բռնություն իրենք են գործադրել այդ տղայի հանդեպ։ Իսկ բաց թողելու հետ կապված, բնականաբար, ինչքան էլ փորձում են իրենք այդ իրենց բեսպրիդելությունները կամ չգիտեմ այդ գործողությունները իրականացնել, անօրինական, միևնույն է, հասարակական ճնշումները, ժողովրդի ճնշումը եւ հետեւողական աշխատանքները, ինչպես նաեւ իրավական հարտակում, կարծում եմ եւս կան, չմոռանանք, որ ես ինչքան որ մամուլից տեղակ եմ, մի քանի քննիչ կարծեմ թե փոխվեց այս գործի շրջանակներում, ազատվեցին աշխատանքից, չգիտեմ ինչ, համենայն դեպս սրանք բոլորը նաև իրավապահ համակարգի աշխատողներն են գիտակցում, որ առանց հանցակազմի բռնել մարդուն ու դեմ տալ, այսպես ասած, ու փորձել դրանով, չգիտեմ, նաև գցել պատասխանատվության առաջ նույն իրավապահ համակարգի աշխատողներին, սա է ամբողջ պրոբլեմը նաև, որ իրավապահ համակարգում կան մարդիկ, որոնք չեն պատրաստվում օրենք խախտել, ինչպես նաև իրենք դրա վրա միանշանակ կփորձեն իրենց շոուն անել, թե իբր բարի գտնվեցին, թողեցին եւ այլն, բայց եկեք հասկանանք նախ ինչի եք բռնել այդ մարդուն, մի հատ էլ ուզում եք ռեկլամ անեք, որ բարի գտնվեցիք։ Այսօր մի հոգու բաց թողեցին, բայց երկու հոգու ձերբակալեցին, այս անգամ կանանց, խոսքը ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների մասին են, Գոհար Ղումաշյանի եւ Վիրջինիա Ստեփանյանի, ովքեր մեկը մեղադրվում է բարեգործություն անելու մեջ, այսինքն բարեգործության արգելքը խախտելու մեջ, մյուսն էլ այդ հայտնի մեղադրանքն է, որը ժամանակին Ավետիք Ջալաբյանին էր առաջադրվել ցույցերին մասնակցելու, շահագրգռելու, չգիտեմ, ստիպելու եւ այլն, այս ձերբակալությունների վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Հերթական ճնշումների փորձն է հանրային տիրույթում, քաղաքական ուժերի վրա, փորձում են այդպիսով վախեցնել մեր մնացած հայրենակիցներին, փորձում են վախեցնել քաղաքական ուժերին, բայց վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում մեծամասնությունը մերժում է Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքական թիմին, ես ինքս մշտապես ժողովրդի մեջ եմ, շփվում եմ ժողովրդի տարբեր շերտերի հետ, սկսած մարզերից, գյուղերից, վերջացրած քաղաքով։ Իհարկե, գյուղերում դեռևս կան մարդիկ, որոնք անգիտակից վիճակում են, չեն հասկանում կամ ինչ-որ նեղ անձնական շահերի ետևից են գնում, ինչը չեմ կարող ասել քաղաքի վերաբերյալ, մեր քաղաքում տոտալ գերակշռող մասսան մերժում է, մեծամասամբ մերժում է եւ ընտրությունները միանշանակ կարող եմ ասել, որ մեծամասնությունը չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին, ինքը ունի այո ռեսուրս, ունի պետական լծակներ, ունի ուժ, որոնց հույսով որ գնում է ընտրության եւ իրենց վերջին շանսերը դուրս են եկել փողոց մոլորեցնելու, սակայն տարբեր կադրերով ականատեսն ենք լինում, որ
ժողովուրդը այդ թվում իրեն վստահած տարբեր քաղաքացիներ մոտենում են իրեն ու ասում, որ մենք քեզ վստահում էինք, մենք քեզ աջակցում էինք, բայց դու մեզ խաբեցիր։ 2021 թվականին իրեն ձայն տված բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ մոտեցել են հանրային տիրույթում այդ խոսքերը իրեն ասել են, այսինքն նրանք, ովքեր 2021-ին իրեն ձայն էին տվել, 90%-ով կրճատվել են։ Այդ ժողովուրդը արդեն հասկացել է եւս, որ սա խաբեբայ է, սա ենթարկվում է Ալիևին եւ Էրդողանին, պահանջներն է նրանց բավարարում եւ հասկացել են վտանգի լրջությունը։ Իհարկե դրա հետ մեկտեղ պետք է շարունակեն ընդդիմադիր ուժերը եւ մենք բոլորս մարդկանց բացատրելու, որ սա միայն քաղաքական հարց չէ, սա մեր յուրաքանչյուրիս ընտանիքի, պետության անվտանգության հարցն է։ Նիկոլի մնալու պարագայում Հայաստանը տոտալ թուրքացման է գնալու, ամբողջությամբ տանելու է թուրքական ազդեցության գոտի, Ալիևը վերահսկողության տակ է վերցնելու Հայաստանը այնպես, ինչպես վերցրեց Արցախը, գնալու է նոր բլոկադա, 300,000 ադրբեջանցիներին տեղավորելու ծրագիրն է դեմ տվեցվելու, սահմանադրության փոփոխություն, որի արդյունքում, երբ որ դու լուծարեցիր այս սահմանադրությունը, պետությունը իրավական տեսանկյունից լուծարվում է եւ լուծարման պահից սկսած Ալիևը Հայաստանի Հանրապետությունը դիտարկելու է որպես տարածք, այլ ոչ թե պետություն, եւ միջազգային մեծ պետությունների առաջ ներկայացվելու է, որ այլևս չկա այս երկրում սահմանադրություն, հետեւաբար սա չի կոչվում պետություն, ու ինքը իր գործողությունները իրականացնելու է, ասելու է, որ այստեղ ապրել են 300,000 հայեր, պետքա վերաբնակեցվեն։ Այսինքն ադրբեջանցիների ինքնորոշման իրավունքա դեմ տալու եւ երկիրը ներսից վերցնելու է։ Եվ այս ծրագրի հպատակն են դարել Նիկոլ Փաշինյանը ու իր այդ լաչար մեծաբերան խոսացող թիմակիցներն ու падգամավորները։ Եվ որ մարդկանց հեգնում են, ծաղրում են խոսալու հետ կապված, մեկը չկա ասի, ձեր բերանի մեջ որ ձեր լեզուն ֆռում է, մեջն ինչ կա։ Մենակ երկրի մեջ է ֆռում, մենակ են խեղճ ու կրակ ժողովրդի վրա, դե այդքան լեզուներդ բերաններիդ մեջ ֆռացող է, դուրս է գալիս միջազգային հանդիպումների, գնում եք Ալիևի դեմ, կզում եք, գնում եք հասնում եք Ալիևի մոտ, ձեր լեզուն ձեր բերանի մեջ չի ֆռում։ Մի հատ մատ չեք կարող վրեն թափ տակ։ Այդ ինչից է գալիս։ Այս հետևությունները պետք է անի մեր ազգը, թե ով են սրանք ժողովրդին ինչ օրի են հասցնում, իսկ երկրից դուրս ով են դարել։ Սամվել Կարապետյանը հանրահավաք արեց, բավականին բազմամարդ էր, թեև Տարոն Չախոյան եւ դուստր ձեռնարկությունները անընդհատ տարածում էին, այնտեղ տեսակ հատուկ նշանակության զենք էին կիրառել, սպիտակ խոսափողով մի աղջկա դեմքով, հասկանալի ում մասին է խոսքը, անունը չեմ ուզում տալ, բայց եթե Նիկոլ Փաշինյանը հիմա ուզենա հանրահավաք անի, այդքան մարդ կհավաքի։ Միանշանակ չի կարող, անգամ պետական ռեսուրսներով, իբդեպ ինքը արել է, եկեղեցու դեմ արշավների ժամանակ մի քանի փորձ արեց եւ ինչ ուխտաերթի ժամանակ։ Այո, լավ հիշեցրիք, նաեւ այդ ուխտաերթի իրենց համար ուխտաերթ։ Եվ բազմաթիվ փորձեր արել է, անգամ պետական ապարատներով, ի վիճակի չի եղել։ Միանշանակ Սամվել Կարապետյանը հենց հանրահավաքը իր համար ցնցում էր եւ հետևանքներն էլ տեսակ, երկու կանանց ձերբակալել են։ Ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանենք չեն հանձնվելու, որովհետեւ արդեն երկար ժամանակ է նույն Սամվել Կարապետյանին էլ էին ձերբակալել, այս ճնշումները բնական է, որ լինելու է։ Եվ սա այն իրենց վերջի թպրտոցն է, որը մենք տեսնում ենք, շատ քիչ է մնացել ընտրություններին զուգահեռ մենք ամռանը ականատես կլինենք դավաճանների հեռացման process-ին, որից հետո նոր կսկսվի քաղաքականությունը։ Այս ընթացքը ես չեմ համարում քաղաքականություն, ես համարում եմ հայրենիքի պաշտպանություն, մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության հարց, որտեղ կարանք ունենանք բազմաթիվ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող հայրենակիցներ, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրանց արբանյակների,
Միասնական ձևով կարող ենք մաքրել թուրքահպատակներին քաղաքական դաշտից, որտեղ իրենք քաղաքական գործիչներ չեն, այլ քաղաքական թշնամիներ, պետական թշնամիներ ու պետական դավաճաններ, նրանք պետք է դրա համար հեռացվեն հրատապ, որովհետև այս նորից եմ կրկնում, քաղաքականություն չի, սա սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար, սրանց գործունեության արդյունքում հազարավոր տղերք այսօր եռաբլուրում են, սրանց պատճառով այսօր մի ողջ Արցախ չկա, կոնկրետ գործողությունների պատճառով, և սրանց պատճառով կարող է մի ողջ Հայաստան ու հայկական պետություն չլինել այլևս, սա ինչ քաղաքականություն, ես կարամ շատ տարաձայնություններ ունենամ տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց այս թուրքահպատակությունը ինձ համար կարմիր գիծ է, հասկանում եք, ով որ կանգնում և հայտարարում է, որ Արցախը ադրբեջանական է, դա կարմիր գիծ է, նա դավաճան է, և օրենքով պետք է նաև սահմանվի այսպիսի հայտարարություն արածները պետք է որպես դավաճաններ դատվեն, որովհետև դեռ 91 թվականից սկսած, երբ որ 30 տարի այդ հողի վրա այրուն չէր թափվել, նոր սովետական միության փլուզումից հետո որևիցե կռիվ չէր գնացել այդ հողերի համար, որևիցե մեկը չասեց, որ դա մեր հողերը չի, նույն Մոնթեն, Վազգենը, մեր Արցախյան պատերազմի բոլոր հերոսները, մի մարդ չկանգնավ այդ ժամանակահատվածում, ասեց, որ դա մեր հողերը չի, մարդիկ իրենց այրունը դրեցին, կյանքը դրեցին, այդ հողերը սեփականաշնորհեցին, կրկնակի անգամ սեփականաշնորհեցին, հասկանում ես, անգամ այն ժամանակահատվածում մարդիկ չհրաժարվան, այդքանից հետո, այսքան տարիներ, իրենք իրենց բերանով են ասում, ինչքան տղերք են կյանք տվել այդ հողի համար, դու կանգնես այ անողնաշար ոչինչ, որ դու ոչ մի բան չունես արած այդ հողի, այդ ջրի համար, կյանքում ծառայած չկաս, դու քեզ ով այդ իրավունքը վերապահե, դու գաս, ազգի անունից այն էլ, հայտարարես, որ դա մերը չի, երբ որ դու ասում ես ինձ այսքան ժողովուրդ ձայն ա տվել 2021-ին, դու քո 2021-ի քարոզարշավի ժամանակ հայտարարել ես, որ Արցախը ադրբեջանական է, դրանից հետո եկեք ես ձայն են տվել քաղաքացիները, դու ասում ես Շուշիի դեօկուպացիա եմ անելու, Ալենչիկը կեղտի կծիկը ասում էր, որ բանը իր հայրենիքն է Աղդամը, հասկանում ես, Արցախում ասում էր ապագա կա, ծապ տվեք, և պարզվեց, որ ստել են, հիմա նույն էդ իրան 600,000, որ էլի կեղծիկով էին ձևակերպել, բայց կային, այո, քվե տվողներ, այդ մարդկանց ներկայացվել էր, որ ինքը տենց բաներ անելու, իսկ հիմա ինչն է ամենավտանգավորը, հիմա արդեն բացահայտ հայտարարել է, հայտարարում է, ու ասում է, դե կտեսնենք, ժողովուրդը համաձայն է իմ հետ, թե չէ, այսինքն, եթե ժողովուրդը համաձայն չլինի, չի տա ինձ քվե, և սա, այո, շատ կոնկրետ ժողովուրդը պետք է հետևություն անի, այսինքն իրան քվե տվողը ընդունում է այն գաղափարը, որ պատրաստ է ուրանալու եռաբլուրը, ուղիղ, բառիս ուղիղ իմաստով պատրաստ է մի ողջ 2 սերունդի արյուն վերջի պատերազմով, վերջի մարտական գործողություններով, 30 տարի ամեն տարի դիրքերում զոհված տղերքի արյուն ուրանալով, Արցախյան պատերազմի տղերքի արյուն ուրանալով, գնա Նիկոլի հետևից ու Նիկոլի ճանապարհով, եթե նրան քվե է տալիս, ուրեմն ընդունում է սա, ուրեմն ուրանում է, կոնկրետ գործով ուրանում է այդ տղերքի գործը, որովհետև այդ տղերքից ոչ մեկը այդ զոհված տղերքից չկանգնավ ասեց Արցախը ադրբեջանական է, մարդիկ իրենց կյանքը դրեցին, այդ հողերը պաշտպանեցին, Ռուբեն Վարդանյանը նույնիսկ Բաքվի դատարանում այդ մասին չի ասում, որ Արցախը Ադրբեջան է, Դե պատկերացրեք սրանք ինչ կարգի ստոր են, որ այստեղից հայտարարում են, իսկ մարդիկ անգամ Բաքվի բանտերում չեն հայտարարում, այդ կտանքների, այդ դժվարությունների մեջ, համենայն դեպս ուզում եմ ընդգծել, որ մեր ազգը հասկանա ինքը ինչի համար է քվե տալիս, ինքը ուրացման համար է քվե տալիս, ինքը տղերքի արյուն ուրանալու համար է քվե տալու, եթե տվեց Նիկոլին, ինքը ուրանում է, որովհետև Նիկոլը հայտարարում է արդեն իսկ բարձրաձայն, որ ես ուրանալու եմ, ես մոռանալու եմ
ես Արցախի էջը փակելու եմ, Արցախում զովազների էջը, իսկ սրա արդյունքում թե ինչ ծանրություն է գալու մեր վրա, սա էլ է պետք ժողովրդին բազատրել, որ երբ որ դու կանգնար պաշտոնապես հրաժարվեցիր, արդեն Արցախում ով ծառայել է, համարվելու է տերորիստ, միջազգային օրենքներով դատելու են, քրեական գործ են հարուցելու, որ մեկին ուզենան, ում տղեն որ ծառայել է Արցախում, թող այս վտանգների մասին հետևություն անի։ Եթե Իր դու տղան էլ է հրաժարվար այդ ծառայել ի վերջո Աշոտը։ դե իր տղային ինքը կկարանա փախցնի, փող ունի, ամեն ինչ ունի, թող են հասարակ մարդիկ մտածեն, թե իրանց երեխեքին ոնց են փախցնելու, երբ որ վաղ ադրբեջանական զորքերը մտան Հայաստանի մեջ, ու ինչքան կռված տղա կա, որոշեցին կամ ինչքան Արցախում ծառայած տղա կա, որ պետք է ձերբակալվեն։ Թող հետևություն անեն, թող մտածեն ու դատեն, հետո դրանից հետո մեզ տալու, արդեն իսկ տվել են մի քանի միլիարդ դոլար են ուզելու մեզ որպես փոխհատուցում, որպես իրենց հողերը օկուպացրած ազգ, հասկանում եք, ասենց տարբեր հետևանքներ են գալու իր այդ հողերը ճանաչելուց հետո, որը մնալու է հայ ժողովրդի վրա, հասարակ մարդկանց վրա, իսկ իրենք ընդամենը երկիրը ներքաշելու են մի հատ մեծ աղետի ու քաոսի մեջ, բնականաբար ամենավերջում, երբ որ Ալիևը ներսից վերցնի երկիրը, իրենց հարցերն էլ լուծելու է։ Սամվել Կարապետյանից խոսեցինք, այսօր Նարեկ Կարապետյանը եղբորորդին հրապարակել էր Forbes ամերիկյան ամսագրի հայտնի այդ հոդվածը, որ ըստ որի Սամվել Կարապետյանի ունեցվածքը բանտում գտնվելու ժամանակահատվածում աճել է 1 միլիարդ դոլարով գրեթե, եւ սրա ֆոնին օրինակ Նիկոլ Փաշինյանը, ով իր ողջ կյանքում ունեցել է մի հատ դարեսկիզմ ՍՊՀ, որի բաժնետոմսերի մի մասն էլ իրենը չի եղել, իսկ հիմա լրիվ գրանցել է իր զոքանչի անունով, ասում է դե Սամվել Կարապետյանն ասում է դե ուժեղ տղա ես սա արա, կամ ելույթ ունեցի, ելույթ է ունենում, ասում է արհեստական բանականությունով էր սարքած, հիմա ինչ ունի ապացուցելու հանրության, ինչի համար է ուզում Սամվել Կարապետյանից այսպես անհաջողակ թույլ մարդու կերպար ստանալ։ Գոյրուն ջան, իրենք քանի որ այդ լպիրշությամբ, լաչառությամբ, լեզվին տալով սահմաններ ու կարմիր գծեր չունեն, իսկ ինքնասիրություն ունեցող մարդիկ, կրթված, դաստիարակված մարդիկ ունեն, իրենք փորձում են այս մարդկանց այդ հարթության վրա խեղճացնել։ Այսինքն այն իրա ոչինչ չարած պատգամավորները ապրածով, իրանց կյանքով մեկ, իրանց ծառայածով, իրանց չծառայած հալով, հասկանում եք, ամբողջ ԿՊ-ից 3 հոգի ծառայած մարդ չես կարա գտնես, ում տենում ասում են ծառայել ես, կռվին մասնակցել ես, բայց իրակ ասենք այնց հարտակին եկեմ մտե, որ չեն արի այդ բանը, բայց այդ հարցերը падոշի պես տալիս են, ոնց որ այդ սաղին վերաբերվում է այդ ծառայելը, կռվելը, բացի ԿՊ-ից, Նիկոլից, իրանք թե ինչի պետք է չծառայեն, ինչի պետք է չկռվեն, ես դա չեմ կարող մինչև հիմա հասկանամ, չծառայեն, չկռվեն, բայց իրանք բան են, բարձրակարգ են, Անդրանիկ Քոչարյանն ասեց, չէ, իմ տղան բարձրակարգ տղա է, դրա համար չի ծառայել։ Ահա, տեսնում ես, այսինքն այնքան են հղբացել, որ իրենք մտածում են, որ բարձրակարգը դրանով է որոշվում, մի տարի առաջ էլ նույն այդ Անդրանիկ Քոչարյանը ասում էր, որ պետք է բոլորը ծառայեն, պետք է դա պարտադիր լինի, то պետք է պաշտոնյաների տղերքը առաջինը ծառայեն, բայց իրանց լակոտներին փախցրել են։ Լավ վունդերքինդներ, քինդերվունդներ իրա տղեն, բա կռվին ինչի չմասնակցեց, չասեց իմ հայրիկի պաշտոնյա հայրիկի պատիվն է, արժանապատվությունն է, նրա կուսակցությունն է ղեկավարում, բա ես որպես պաշտոնյայի տղա, որ չեմ ծառայում, բա այն կողքինները կտեսնեն, կարող է այդ սարկած պատերազմը կամ կարող է դավադրությունա դրա համար Անդրանիկ Քոչարյանների տղերքը չեկան առաջնագից, այն խեղճ մարդկանց տղերքին էլ ծախին փուրը տվեցին հողի մեջ, վերջում էլ եկան, հիմա էլ այդ մարդկանց գործն ու անունն ու պատիվն ու ամեն ինչն են դրե ուրանում, հա։ Բատեղից է սկսվում, չէ, երբ որ պետական պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանը ասում է փախել են, դասալքություն, բա քո պաշտոնյաների տղերքը փախած են եղել, բա բնականաբար փախուստ կլինի։
Բա դու ինչ ղեկավար, սաղ պաշտոնյաների տղերքը պաշտոնյաներով թռած են եղել։ Երբ որ պատճառաբանում եք, ասում եք մենք падգամավոր էինք, падգամավորական գործերն էինք կատարում, բա ձեր լակոտները ինչ գործեր էին կատարում։ Դուք էիք պաշտոնյա, բայց լավ պաշտոնյան կգնա կմտնի իրա զինվորին կվերահսկի, նույն է ձևով առաջնագծում Շաքարյան Սերգեյը շտաբի պետ ա եղել, կարար նստեր շտաբում իրա թղթաբանության գործը աներ, բայց հələ գնացեք հարցրեք տեսեք այդ մարդը ինչ գործեր ա արել, հələ տեսեք քանի հրամանատարի ֆունկցիա ա կատարել, բա էսա նվիրյալի ու բոր դասալիկների տարբերությունը, ըստեղից պետք է ազգը հասկանա բորերի մենակ կեր ուտողների ժողովրդի վզին նստած ժողովրդի երեխեքի արունը խմող սրիկաների ու այս էկրանների մեջ հաճացողների տարբերությունը գործի մարդկանցից Սամվել Կարապետյանը այն ժամանակներից սկսած որ մարդը հայ անունը պատիվապայե Ռուսաստանում կլինի թե Ամերիկայում կլինի հայերին գործա տվե հայերի համար աշխատատեղա ստեղծե դրսից ինչքան փող կա այդ մարդը գոնե այն մյուսներին կարող են ասենց պիտակ կպցնեն պաշտոնի էլ չի եղել հասկանում ես պետական լուրջ պաշտոնի ոչ վարչապետ աշխատե, ոչ նախարար աշխատե, բայց այդ մարդը գնացել է դուրսը բիզնես ա դրել է Ռուսաստանում, տեսեք ինչքան բիզնեսներ ունի, բերել է այդ փողերը Հայաստան, մինչև հիմի վերը անգած Սամվել Կարապետյանի կառուցած ամառանոցում ու ընդհանրապես ինչքան եկեղեցի ա կառուցել, ինչքան վիրավոր տղերքի ա օգնել, ինչքան մարդը գործ արել, ոնց կարաս կայնել են խոսալու բան, Լալոշ Ռուբեն Ռուբինյանը, որ բերանը ռ տառը չի կարող ասի, լա թլիկի պես խոսում է, չի էլ ամաչում կանգնել է ուրիշ մարդկանց բանի ծաղր անում, լեզվի խոսալու ծաղր առնում։ Արա այ անինքնասերներ, ասենք ձեր երեսին որ ձեր արատները չեն շփասնում, դուք կանգնել եք լուրջ գործ արած, ապրած ունեցած մարդկանց կամ Քոչարյանին ասում են ռ տառը ասում։ Արա լա դրեք Քոչարյանի վիդեոները նայեք։ Դրսում ոնց է ելույթ ունենում, ոնց է ռուսերեն խոսում, ոնց է կոնկրետ պորտները տեղը դնում, միջազգային հարաբերություններում վիդեոները կա է, ու դրեք ձեր կզած, ցենց վիզը ծռած ղեկավարին, ուր գնում է, ես զարմանում խի այդ տենց նստում։ Արտադիր այսենց խեղճացած նստում է դուրսը։ Դրեք իր այս բոլոր համ Պուտինի հետ վերջի հանդիպմանը տեսակ ոնց էր նստել։ Խեղճացածը սենց վիզը ծուր նստել է բոմժի նման։ Այդ ղեկավարի դիրքա, այդ ղեկավարի կեցվածքա։ Դրեք մի հատ Քոչարյանի քայլվածքը նայեք, խոսելը նայեք, առոգանությունը նայեք, փնթիի պես խոսում է աչից, ձախից, ոչ իր կամ ասում են Սամվել Կարապետյանը գրելա կարդում, արա լավ է արի։ Այդ մարդ իր խոսքը գրում է, նայում է, որ ավել պրապուսկատներ չանի, ձերպես 5 րոպեն մեկ դնում եք մի հատ պրապուսկատ եք անում 5 րոպե հետո ասում եք, «Վայ, այտենց բան եմ ասել»։ Ես այտենց բան եմ ասել։ Նիկոլին հարց են տալիս, ես այտենց բան եմ ասել։ Ասենք էդի պետական թիվ 1 ղեկավարի բան պահված կա, ասենք ոնց դու վարչապետ հալով չգիտես ինչ ես ասում, ինչ չես ասում, այտենց էլ բլտացրել ես միջազգային հարաբերություններում էլ չես գրե, չես կոնսպեկտե, չես քննարկե, չես վերլուծե աճից, ձախից, այս կողմից, այն կողմից, գնաց է բլտացրել ես, Ամերիկային հանել ես մեր դեմ, Ռուսաստանին հանել ես մեր դեմ, Ֆրանսիային հանել ես մեր դեմ, շատ էլ հիմա քո դեմը ժպտում են։ Գնացել ես ճորտած խոսացել ես առանց դրա հետևանքները գիտակցելու եւ էլ եմ ասում ժողովուրդ ջան, այս մեր ազգին դուք Պուտինին Նիկոլի հետ մի համեմատեք, նրա ասած ամեն բառի համար մենք պատասխան ենք տալու, այս Նիկոլը չի անպատասխանատու ձևով օրը տարբեր բաներ խոսա, առավոտելնի ուրիշ բան խոսա, իրիկունի ուրիշ բան խոսա, Պուտինը կոնկրետ զգուշացրել է, կոնկրետ։ Ուղիղ ասել է։ Հետևանքները տնում ենք, ծաղիկները արգելում են Ռուսաստան տանել, ջերմուկը արդեն արգելում են որպեսզի արտահանվի Ռուսաստան, հետևանքները կան արդեն։ Դա անկեղծ ասեմ, դա այն ամենաչնչին բաներն է, Ռուսաստանի ազդեցությունը մեր երկրի ու մեր տարածաշրջանի վրա, քանի որ որոշ անգրագետ մեծաբերաններ վեր են ընկնում, ու երբ որ մարդը ճիշտ բանը բացատրում է ժողովրդին, սկսում են հալածել, սկսում են
ասել ռուսամետ, բայց չեն հասկանում, որ ռուսամետության հարց չի ստեղ, Հայաստանի պետական շահը առաջնային է, այսինքն երբ որ մենք խոսում ենք այս ամեն ինչի մասին, այստեղ մենք հայերի պետական շահն ենք դիտարկում։ Դուք ետում երեխու այրան հաշվին եք հելը Պուտինին պատերազմ հայտարարում կամ Հայաստանը հանում Ռուսաստանի դեմ։ Դուք Ալիևից վախեցած պստիկ մի հատ ձեր երկրի չափ պետության դեմը չոքել եք։ Դուք ետով եք դարը, որ եկել եք այս ազգին, այս ժողովրդին, դարերով եկած իր բարեկամի դեմ եք հրահարում։ Ով եք դուք դարը։ Այդ խոպան գնացող աշխատողների համար ինչ հարց եք վաղը կարանալու, դուք լուծեք այ անողնաշարներ։ Կարանալու եք այդ մարդկանց աշխատանքի տեղավորեք, հեսա որ վաղը խստացրեցին, սահմանները փակեցին, կարանալու եք դրա տակից դուրս գաք ու մարդկանց բոլորին ապահովեք։ Ձեզ ինչ պետք է այդ ժողովուրդը էլ հետաքրքիր չի, դուք ձեր լապը ստանում եք, ձեր աշխատավարձը ստանում եք, թե Ռուսաստանից հետ բիզնես անողը, Ռուսաստան գնացող եկողը, Ռուսաստանի հետ տարբեր գործարքներ անողները ինչ են քաշելու, ինչերի մեջ են հայտնվելու, ես հենց այդ մարդկանց եմ դիմում։ Դուք պետք է այսօր ամեն ինչ անեք։ Սրանց նմաններին ինչ կա։ Սրանք իրանց քաղաքական հրահանգներն են կատարում։ Դուք եք հետևանքները կրելու։ Մեր հասարակ քաղաքացին է հետևանքը կրելու իր վրա։ Այս մարդկանց պատկերացրու ինչ վիճակի են հայտնվելու, երբ որ փակվի սահմանը, երբ որ Ռուսաստանը սկսի շատ ավելի կոշտ ձևով մեզ վերաբերվել։ Սա կլինի մի հատ կատաստրոֆա իրավիճակ, երբ որ գազը թանկանա, այս մարդիկ ինչով են ընդհանրապես Եվրոպայի գներով որ վաճառ այստեղ չեն էլ պատկերացնում ինչ կոլապս է տեղի ունենալու։ Այս տնտեսական հարցերը մի քիչ պետքա ծանվի, բացատրվի մեր հասարակ քաղաքացիներին, որտեղ այդ հետևանքները կրելու է հասարակ մարդը։ Ու այդ մարդիկ իրանց երեխեքով շատ ծանր, առանցին էլ ծանր իրավիճակում են, վարկերը մի կողմից, պարտքերը մի կողմից, աշխատանք չկա, մի հատ քանդված վիճակ, սրան գումարած հեսա Ռուսաստանի հետ էլ թող դնեն այդպես թարսվեն, իրան ասում են չես կարա այդ եւ Պուտինը ուղիղ ասում արա չես կարա այդ եւ անես։ Ասում կմտածենք, երբ որ գա, արա, էլ չի ոնց ասի, այնքան պարզ ասում, ասում պետք է հիմա արդեն որոշես, ասում ասում կգա օրը բան կանենք, ինքը ուզում է ձգի այս երկու։ Ինքը ուզում է այս երկու ամիսը ձգի, կարանա այդ իբր ռուսներին էլ տեսա տեղավորցրեցի, իր հանդիպումը այդ էր նշանակում։ Տեղավորցրեցի ռուսներին էլ, այդ շատ դե ժողովրդի մեջ մի մեծ մասնություն կա, որ ռուսների հետ հասկանում է, որ էմոցիայից դուրս ռուսները շատ կարևոր են Հայաստանի համար։ Ու ինքը ուզում է տեղից էլ քվե փախցնի ու իր այդ կապիկությունները բաներով հանկարծ ինքը նորից ընտրվա 100%-անոց ինքը ամբողջությամբ հրաժարվելու է Ռուսաստանից, ամբողջությամբ։ Ու միանգամից թուրքական ծրագրերի կողմ է գնալու, որը բերելու է Հայաստանին մի հատ, ես չգիտեմ, ինչ իրավիճակի։ Սա ժողովուրդը պետք է մտածի։ Մենք Արցախյան պատերազմներին, չգիտեմ, երևի երանի կտանք, մի ամբողջ երկիր կհայտնվի մի հատ սարսափելի իրավիճակում։ Եվ վերջում կուզեմ մի հատ հարցի անդրադառնալ, բայց շատ տհաճությամբ եմ ես օրինակ այդ հարցին որոշել, որ այդ հարցը տամ։ Ես միշտ դեմ եմ եղել մարդկանց դեմ խոսքի համար քրեական գործ հարուցելուն, բայց իմ մոտ այս վերջի մի երկու օրերին կարծես թե դիրքորոշումը փոխվում է, որտեվ մի մարդ կա, որի տեսանյութը անընդհատ պտտվում է, եւ այդ մարդը ասում է, որ Արցախում չկա մի կին, արցախցիների մեջ չկա մի կին, որը Թուրքի հետ չի քնել, եւ այսօր առավոտյան արցախցիներ ճարահատյալ եկել էին գլխավոր դատախազության մոտ, պահանջելով, որ այդ մարդու դեմ քրեական գործ հարուցվի, որտեղ ըստ էության 120,000 մարդու մոր, քրոջ, կնոջ մասին է հայտարարություն արել եւ այդ քրեական գործը մինչեւ հիմա չենք տեսնում, հատկապես այն պարագայում, երբ Արմեն Գրիգորյանի այդ անշառ արտահայտության համար քրեական գործը հարուցեցին ու այդ մարդը բանտում մահացավ։ Հիմա ինչու է այս մարդուն քրեական պատասխանատվության չեն ենթարկում, սա պետական հովանավորություն է այս խոսույթին։ Եթե չեն հարուցում, կարելի է կասկածել, որ կա պետական հովանավորություն, կարելի է, իհարկե, այսօր այո, հղպացած իրավիճակ է, քանի որ չկա պատասխանատվության ինստիտուտ, բնականաբար խոսքի հանդեպ քրեական գործ հարուցելը պետք է հստակ օրենքով, օրինակ հիմա
եթե ինչ-որ մեկը բռնության հայտարարություն անի, ասի գնում եմ ես ինչին սպանելու, չէ, դրա հումքով հարուցվում է։ Նույն կերպ պետք է, այո, այնպիսի բաներ, որոնք օրինակ նույն Արցախի հետ կապված, արցախցիների միջանձնյա հարաբերությունների մեջ, ինչպես նաև երբ որ կանգնում ասում են Արցախը ադրբեջանական է, օրինակ այս խոսքերը պետք է քրեականացվի։ Հայաստանի Հանրապետությունում, եթե որևիցե մեկը համարձակվի դա ասել, ուրեմն նա դավաճանության քարոզ է անում, հասկանում ես, երկրում ժողովրդի մեջ կոնկրետ դավաճանության թուրքական, ադրբեջանական քարոզչություն է իրականացնում, որովհետև դա պատմականորեն մեր հողերն են, մեկ, որովհետև այդ հողերի համար կռվել են տղեր, երկուս, եւ այսպիսի շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնք արվում են պետական մակարդակով, պատկերացնում ես վարչապետի մակարդակով, ու պետական դավաճանություն է դա տեղի ունենում, բնականաբար այն տակի մնացորդներն են դրապեսները այդ կեղտերի, առիթավորվելու են, ոգևորվելու են, ինչից է դա առաջացավ, որտեղ նույն Նիկոլ Փաշինյանը մետրոյում արցախցի կնոջը ասեց փախած, այսինքն ինքը բաց քարտ տվեց այտենց խոսացող մեծաբերաններին, հրահրեց իր պահվածքով արցախցիների դեմ շատ ու շատ իր կողմնակիցների, այսինքն ձուկը գլխից է հոտած, եւ այդ գլուխը մինչև չմաքրենք, այդպիսիները լինելու են, ու իրանց իսկ իշխանության օրոք, որոնք ծախել են մեզ, կոնկրետ ինձ ու իմ ընկերներին հողի մեջ, այնքան սրպապիղծ ու սրիկա են, սպասել ինչ-որ արտարադատություն, օրենք եւ այլն, ինձ համար այդքան էլ զարմանալի չի, որ չի լինելու, արդարություն, օրենք չկա այնքան ժամանակ, ասես փնտի ձևով հա գործելու է, մեկի համար կգործի, մեկի համար չի գործի, այս վիճակով, այնքան որ, ասես հավասար ձևով չի գործելու օրենքը, որովհետև գլխում չկա կառավարիչ նստած, չկան ղեկավարներ, չկան նախարարներ, սենց փողը ստացողներ են, ձեռը այդ յոլատանողներ են ու ինչ-որ բան հլա, որ աշխատում է այդ պետական համակարգում, անկեղծորեն այն հին մնացած մարդկանց շնորհիվ է, որ հլա ինչ-որտեղ ինչ-որ բաներ կա գործում է։ Այս նոր եկածների մեջ, սենց մի հատ սարսափելի տուպիզմ է, ասենք ոչ մի բանից ոչ հասկանում են ու մենակ հրամաններ են տալիս, ասենք գնում է հին աշխատողը, դնում է սրան ժամերով բացատրում է, որ ընկեր ջան դու հասկանում ես գոնե ինչ ես ասում։ Իրանք չեն հասկանում, որովհետև այդ ապարատը ոնց է աշխատում։ Մենակ ասում են։ Աշխատացնողը գիտի այդ ոնց է աշխատում, աշխատացնողներին էլ չեն լսում, չեք տենում ինչ են անում, ասում են հները, ինչքան պետական ապարատում հին, ես հասկանում եմ կարան կոռուպցիաների մեջ մտածները լինեն կեղտոտ մարդիկ էլ, բայց այս երկրում մենակ վատ կոռուպցիա անողներ չեն եղել, այնքան լավ մարդիկ են եղել, որ այս պետությունը, պետական ապարատները այդ մարդկանց ուսերին են եղել, աշխատել են տարիներ շարունակ, 30 տարի շարունակ այս պետությունը լավից վատից աշխատել է։ Եվ այս մարդկանց վրա է այսօր դրանց էլ զտում են, քիչ-քիչ անում են նույն ոստիկանական համակարգում, պատկերացնում է զինվորական, այսօր այն իրավիճակն է ստեղծվել, որ ասենք այնպիսի մարդկանց են բերեն նշանակի այնպիսի մարդկանց պետ, պատկերացրա վայենի ընդհանրապես զինվորական այդ համակարգերը այնպես է, որ մարդը պետք է ստաժ ունենա, քիչ-քիչ գա հասնի իր պաշտոնին։ Հիմա ի՞նչ է դուրս գալի, 15-20 տարի այդ մարդը քայլ առ քայլ եկել էր, որ հասներ նստեր այդ աթոռին, մեկ էլ Նիկոլը Էյանից գալիս է, մի հատ եսին որտեղից, որ ծակից, մի հատ անլվա կեղտոտ, անգրագետ, ինչա իրան լավա հպատակվում, լավա չոքում դեմը, հետո ելնում կանգնում, չոքում, հետո ելնում կանգնում, դրան բերում է նշանակում է այս նորմալ մարդկանց վրա պետ։ Այս մարդիկ ինչ անեն, մի բան խոսան, փուրնա տալու, գործից են հանելու, ու հանել են այս տարիների ընթացքում այնքան լավ գիտելիքով հարուստ մարդկանց են գործից հեռացրել, եւ այդ մարդկանց ես կոչ եմ անում, միացեք ընդդիմադիր դաշտին եւ աջակցեք ամբողջությամբ, ինչպես նաեւ նույն պետական համակարգի մարդկանց եմ կոչ անում, որ որևիցե մեկը նույն ընդդիմադիր դաշտից, եթե գա, չի բռնելու ուսուցչին գործից հանի, այդ նույն ուսուցիչը իր գործը անելու է, ընդամենը դուրս են գալու Նիկոլի կողմից տեղադրված մի քանի 100 հոգի
անգրագետ ոչխարներ են, մնացած մարդիկ նորից իրանց տեղերում մնալու են, իրանց գործին աշխատելու են, շարունակելու են իրենց աշխատանքը, ու որ ձեզ փորձում են շանտաժանել, վախեցնել, բայց պետություն ու պետական ապարատները ով պետք է աշխատացնի։ Էլի դուք պետք է աշխատացնեք, ու որ ձեզ ասում են, որ Նիկոլին չընտրեք, նույն լրագրողների հետ նույն մանիպուլացիան չի անում, ասում է լրագրողներին, ասում է դուք որ ինձի չընտրեք, ձեզի գիտեք ինչ կանեն, ինչ պետք է անեն, քեզնից շատ լրագրողներին ճնշող ու քեզնից շատ լրագրողներին հալածող ու դու աղջիկ լրագրողներին արա քարշ տալով տանում եք արա, այտենց բան ում օրոկանեն հիմա արևմուտքից սկսած դեսպանատներից սկսած ձեզ ճղել եք կանանց իրավունքներ, հա կանանց իրավունքներ, ամենալպյուշ ձևով խոսում եք լրագրողների, կին աղջիկ լրագրողների հետ, դուք ձեզ կողքից չեք տենում, ձեր արածները չեք հիշում, մոռացել եք նախկիններն էս են արել, նախկինները ծեծել են, նախկինները են արել, բերանից ամոն են սարքել, սաղորը դրանով շանտաժներ են անում, էս են անում, են անում։ Եվ այո, ես էի ուզում մեր հայրենակիցները հասկանային, որ մեր պետական համակարգի աշխատողները հասկանան, որ վերջի վերջո սա կհանձնի ձեզ այտենց համակարգով հանդերձ Թուրքին ու ինքը կփախնի կամ իրան եսի միշ կանեն նույն թուրքերը դավաճաններին ոչ են գալու, եթե դուք պատրաստ եք վաղնել Նիկոլին փոխարինեն ձեր վրա մի հատ թուրքական ազգանունով մեկին նշանակեն իրա ձեռի տակ աշխատեք ու արդեն հակահայ լրիվ չնայած հիմա էլ եք հակահայ շատ հրամաններ ստիպված կատարում, բայց դուք ձեր հոգու մեջ պետք է հասկանաք, որ հակահայ հրամաններ են ձեզ տալիս։ Ձեր արժեքների, ձեր հայրենիքի, ձեր սրբությունների դեմ են հրահարում, ձեր եկեղեցու դեմ են արդեն հրահարում, էլ ինչ եք ուզում տենաք։ Հետևենք process-ներին, շնորհակալ եմ շատ այս զրույցի համար, այնպես են դասավորվում իրադարձությունները, որ մենք դեռ կքննարկենք, քննարկելու շատ թեմաներ կունենանք, շնորհակալություն։ Շատ լավ, ձեզ շնորհակալություն։